Որ վաղուց բոլորն էլ ասում են, տղեն տղա պետք է ունենա, չգիտեմ, առաջինս տղա պետք է լինի եւ այլն, չգիտեմ, իմ մեջ մտածել ես աղջիկ եմ ուզում, սիրում եմ անավանդ աղջիկ երեխա որ տենում եմ, ուշքս գնում է իր համար, դրա համար ընտրել եմ աղջիկը ու ուզում եմ որ աղջիկ լինի մեր բալիկը։ Այո։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատունն այս տարի տոնածառի զարդարումը վերածել էր յուրահատուկ եւ շատ ջերմ միջոցառման։ Միջոցառմանը ներգրաված էին ոչ միայն ծննդատան ողջ թիմը, այլև ապագա հայրիկներն ու մայրիկները, ստեղծելով մի միջավայր, որտեղ բժշկական առօրյան միավորվել էր սպասման հույզերի եւ ուրախության հետ։ Ծննդատան աշխատակիցները պատրաստել էին ձեռագործ տոնածառի խաղալիքներ, վարդագույն եւ կապույտ մանկական բոդիների տեսքով, նորածինների ուլտրաձայնային պատկերներով։ Այս տարի մեր տոնածառի խաղալիքները ձեռագործ են, դահաղացման եւ իրականացման հեղինակը մեր հրաշք ծննդատան հրաշք թիմն է եւ այստեղ ունենք խաղալիքներ մեր մոտ ծնված արդեն իսկ ծնված բալիկների ՈՒԶՀ նկարներով եւ ունենք այսպես սիմվոլիկ խաղալիքներ մեր պացիենտների, ինչպես նաեւ մեր աշխատակիցների համար, այնպես որ ընտրեք թե ձեր համար որ խաղալիքն է ավելի հարմար եւ սպասված եւ միացեք զարդարելու մեր տոնածառը։ Ապագա ծնողները ընտրում էին այն խաղալիքը, որը համապատասխանում էր իրենց սպասվող բալիկի սեռին եւ իրենց մաղթանքներով զարդարում տոնածառը, այն դարձնելով շատ անձնական եւ հուզիչ։ Բարի երկուսին, երկու կապիտ եք կախել։ Բայց դու քուրիկ ուզես թե ապերիկ։ Քուրիկ։ Քուրիկ ես ուզում։ Չէ, ապերը։ Ապերիկ, բայց ինչպես վարդագույնը ընտրել։ Որտե աղջիկա ծնվում։ Աղջիկա ծնվում դրա համար։ Միջոցառման ընթացքում ծննդատան պատերին փակցված էին նաև տարբեր տարիներին այստեղ ծնված երեխաների լուսանկարներ, որպես կյանքի շարունակականության եւ հիշողության գեղեցիկ խորհրդանիշ։ Շնորհավորում եմ մեր բոլոր հղիներին, այն երջանկությունը, որ ունենում են այդ ընտանիքները, ունենան շատ ընտանիքներ։ Եվ բացի այն, որ երեխանը շատ ունենան, ուզում եմ որ շատանան այն հայրիկները, որոնք մեր հայրիկների նման, ինչպես նկատեցիք, շատ մեծ ջերմությամբ կսպասեն աղջիկ երեխայի ծնունդին։ Այսինքն ընտանիքը համալրվի անկախ նրանից աղջիկ թե տղա բալիկով, այլ ընտանիքը համալրվի նոր շնչով, նոր մարդով։ Այսօրը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ծննդատունը պարզապես բժշկական հաստատություն չէ, այլ վստահության, հոգատարության եւ նոր կյանքի սպասման վայր է։ Եթե ձեզ համար կարեւոր է միջավայրը, որտեղ ուշադրությունը սկսվում է արդեն սպասումից, մենք միշտ բաց ենք ձեզ համար։